Այսօր Երևանի քաղաքապետարանի դիմաց հավաքվել էին Կոմիտաս 5A հասցեի մի խումբ բնակիչներ։ Մեկ շաբաթ առաջ անհայտ անձինք այցելել էին նրանց եւ հայտարարել, որ մեկ շաբաթ հետո քանդվելու է շենքին կից տրամվայ տրոլեյբուսների բարձր լարման էլեկտրական սնուցման ենթակայանը շրջապատող քարե պարիսպը եւ ենթակայանը տեղափոխվելու է բնակելի շենքից անթույլատրելի մոտ 9-10 մետր հեռավորության վրա, իսկ ենթակայանի տեղում պետք է կառուցվի բարձրահարկ 14 հարկանի բնակելի շենք։ Դա պատկերացնել հնարավոր չի, որովհետև այդ շենքը եթե կառուցեն շատ մոտ է գտնվելու մեր բնակելի շենքին, որ կտրելու է եւ մեր լույսը, եւ մեր հանգիստը, եւ քաղաքաշինական բոլոր նորմերն նախախտվելու։ Գիտեք, որ մենք էլ սեյսմիկ շրջանում ենք գտնվում, հանկարծ մի հատ երկրաշարժ, մի փոքր ցնցում ինչ կկատարվի, այդ 16 հարկը կջնջխի են բոլոր կողքի շենքերը։ Երևանի քաղաքապետարանը Կոմիտաս 5A բնակելի շենքի բնակիչների կողմից բարձրացված խնդրի կապակցությամբ 3 պարզաբանում է տվել, որում մասնավորապես ասված է. Երևանի քաղաքապետի 2005 թվականի նոյեմբերի 25-ի որոշմամբ Liber SP-ին թույլատրվել է Կոմիտասի 5 հասցեում էլեկտրոտրանսպորտ փակbaşնետիրական ընկերության տարածքից առանձնացված հատվածում կառուցել բազմաբնակարան շենք։ Նույն որոշմամբ Liber ընկերությանը պարտավորեցվել է տարածքում գտնվող քարշի հին ենթակայանի փոխարեն կառուցել նոր տեխնիկապես առավել արդիական քարշի ենթակայան։ Զարմանում եմ, թե ինչպես են տվել այդ թույլատվությունը։ Ուղղակի նույնիսկ ոչ մասնագետ մարդը, եթե գա անձեն աչքով նայի, հնարավոր չի, որ այդտեղ թույլ տան, որ որևէ կառույց լինի։ Էլ չեմ ասում այդ ենթակայանի տված վնասները առողջությանը։ Ոչ մի տեսակետից նպատակահարմար չի այդտեղ շինարարություն։ Եթե որոշումը կա էլ, մենք կարծում ենք անօրինական է եւ պահանջելու ենք, որ չեղյալ համարեն եւ որոշումը եւ այդտեղի պլանները, եթե նախագծով կա, ով որ թույլատրել է։ Այսինքն պայքարելու ենք քաղաքապետով, նախագահով, նստացույցերով, դատարանով, թույլ չենք տալու, որ շենքը կառուցվի։ Այսօր քաղաքապետարանի առջև հավաքված բնակիչների երկու ներկայացուցիչներին ի վերջո ընդունեց Երևանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը։ Մենք հիմա սպասում ենք, երաշխիք ստացել, որ ոչ մի աշխատանք չի տարվի, մինչև բնակիչների հետ չհանդիպեն, նոր ասի, եթե կարիք կա նոր չափագրումներ կարվի, եթե կարիք կա այդ էլեկտրասնուցման կայանը, ենթակայանը ավելի հեռու կտեղադրվի։ Բնակիչներն ասում են, թե քաղաքապետարանին չի հաջողվի փափուկ բարձ դնել իրենց գլխի տակ, իրենք վճռական են, շուրջօրյա հսկողություն են սահմանել եւ օգտագործելու են իրավական բոլոր միջոցները իրենց իրավունքները պաշտպանելու համար, թույլ չտալու, որ կանաչապատ բակային տարածքների հաշվին բետոնապատում իրականացվի իշահ մասնավոր ընկերությունների։ Ես զարմանում եմ ուղղակի, մենք հո տեսնում ենք ամբողջ քաղաքը լցված է այդպիսի էլիտար շենքերով, բայց բնակիչ գոյություն չունի, առնող գոյություն չունի, ինչի համար են սարքում այդ շենքը։ Հենց մեր դիմացը անմիջապես կա շենք, որը չի բնակվում, արդեն վաղուց կառուցված է։